մենք նայում ենք մեր փոքրիկներին, թորնիկներին, ոնց են իրենք, ասենք, այդ տարբեր էլեկտրոնային սարքերով զբաղվում։ Մեզանից հմուտ։ Ու տեսնում եք, ինչքան հմուտ են, չէ՞։ Նույնիսկ իրենցից մենք պետք է բան սովորենք, որ տեսնենք, թե ինչպես է լինում, որ իրենք ավելի հեշտ են կարողանում դա անցնել, քան թե ասենք մենք։ Երեխաների թորների հետ ոնց եք լեզու գտնում, ծորներ չունեք, չէ՞։ Չունեմ, բայց կարող է շուտով ունենալ։ Առաջ Աստված։ Ոնց եք լեզու գտնում, քաշվում եք, քաշվելով են շփվում ձեզ հետ, թե ընկերաբար կարող եք նաև հավասարի պես։ Չէ, գիտեք, իմ համար ինչն է կարևոր, որ իրենք նախ եւ առաջ ինձ այո որպես պապիկ են ընդունում, բայց երկրորդը օրինակի մեծ թորը, որը սովորում է Բելգիայում եւ հիմա ավարտում է արդեն պաշտպանեց իրեն թեզը, դիպլոմը եւ շուտով արդեն հետ կգա ամսի 15-ին 5 տարի սովորելուց հետո եւ միանշանակ որոշել է, որ պետք է հետ վերադառնա Հայաստան, օրինակ ինքը ինձ ընդունում է որպես ընկեր եւ ինքը ավելի հաճախ իմ հետ կիսվում է, քան թե մինչեւ ծնողների հետ կկիսվի։ Շատ լավ ցուցիչ է, շատ լավ ցուցիչ է, ընկերներ եք, անջրպետ չկա։ Այսօր արդեն գիտական գործունեությամբ եք, կազմակերպչական, այսօր ձեր առօրյան ինչպես է անցնում, ինչպես է կառուցում ձեր օրը ամեն օրը։ Դե ճիշտ ասած, ես ոնց որ եւ առաջ եւ հիմա ոչինչ չի փոխվել, ես առավոտյան վեր եմ կանգնում, գնում եմ աշխատանքի, վերադառնում եմ երեկոյան ուշ, գործը շատ է, աշխատանքը շատ է եւ կա թե մասնագիտական հատվածը եւ թե ինչպես ասացի գիտական, կազմակերպչական, հիվանդանոցը կարիք ունի շատ կազմակերպչական հարցերի այսպես անընդհատ աշխատանքի, միևնույն ժամանակ փորձում եմ շարունակել ոչ միայն հիվանդանոցի սահմաններում աշխատել, այլև դուրս առողջապահական ավելի սահմաններում նախարարության հետ աշխատանքը բավականի լայն է եւ հստակ միջազգային կազմակերպությունների, մասնագիտական կազմակերպությունների։ Պարոն Բաբլյան, որ ժամանակը, ասենք հիպոթետիկ, հետ տալու հնարավորություն կար, մի 20-30 քանի տարի հետ կտայիք, որտեղից կփոխեիք ընթացքը ձեր կյանքի, ինչ-որ մի բան կփոխեիք, ասեք էլի։ Գուցե շատ բան չէի փոխի, բայց քանի որ ձեր հարցը այնքան հետաքրքիր է, անցած տարիների ընթացքում, ասենք 20 կամ 30 տարիների ընթացքում այնքան նոր բաներ ես սովորել ու տեսնում ես, որ դեռ այնքան էլ կա, որ կարելի է սովորել եւ ներդնել, որ ասում ես, այո, իհարկե, եթե նորից սկսեի, բայց չմոռանանք, որ ինչ որ մենք արել ենք, այդ ամենը այդ ժամանակը վերցրել է։ Մենք այդ ժամանակահատվածում ենք իրականացել։ Այո, այդ որ ես ասում եմ 41 ծրագիր ենք մենք արել Հայաստանի համար, այդ ամենը, գիտեք, քայլ առ քայլ երկրաշարժից հետո մենք հասկացանք, որ աշխարհը ունի դիալիզի սարքավորումներ, մենք չունենք ոչ մի սարքավորում։ Եվ փաստորեն մարդիկ մահանում էին ու մենք չգիտեինք, որ դրա փրկությունը կա, այսինքն մենք կարող ենք գուցե ինչ-որ չափով գիտենք, բայց քանի որ չունեինք կարողությունը, այսինքն տեսեք այդ ժամանակվանից սկսած բացվեց դռները, բացվեցին հնարավորությունները ու մենք կարողացանք ստանալ նոր ինֆորմացիա եւ նոր գիտելիք ու նոր ներդրումներ, նոր բաներ վերեցինք Հայաստանի համար եւ քայլ առ քայլ գնացինք առաջ։ Ճգնաժամերն են, չէ՞, նաեւ ստեղծում այդ հնարավորությունները ճգնաժամի։ Այո։ Եվ նո, գիտեք ոնց է ճգնաժամը ինքը այդպես լայն եւ նեղ հասկացողություն է, ամեն պահին կա ճգնաժամ, եթե դու լուծում չես տվել։ Հենց որ դու տեսնում ես կա դժվարություն, դու լուծում ես տալի ու այդ ճգնաժամից դուրս ես գալիս։ Հեսա Պետք է կանխարգելել, թե այո, կարևորը կանխարգելելն է, որ եթե ունես հնարավորություն հասկանալու թե ինչ խնդիր կարող ես ունենաս եւ կանխարգելես, դա շատ կարևոր է։ Այս լայն հասկացողություն է այդ ամեն ինչը։ Իսկապես, պարոն Եվ բժշկության մեջ եւ կյանքում ամեն ինչում։ Մենք շատ լավ կլիներ, որ զրույցը գնար մասնագիտական, բայց ավելի շատ կյանքի մասին, կյանքի իմաստությունները։ Մեր երկրում բժիշկ մասնագետներ լավն են, շատ լավն են, համեմատած նաեւ արտերկրի հետ, բայց համակարգերը, կազմակերպչական որոշ բաներ
սիտուացիա են ստեղծում, իրավիճակ են ստեղծում, որ մարդիկ դժգոհ են մնում, թե ուղղակի մենք ենք բողոքող։ Դուք քանի որ ասացիք, որ շփումներն եք, ես գիտեմ, որ շատ երկրների, նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության ունեք տվյալներ, ունեք պատկերացում։ Մենք ենք շատ դժգոհող, թե մեր մոտ իսկապես ընթացակարգերը լավը չեն։ Գիտեք, նախ ասեմ ձեր հարցին պատասխանեմ այն ինֆորմացիայի հիման վրա, որը ես ստացել եմ, երբ որ մեր բժիշկներին կամ բուժաշխատողներին ուղարկել ենք սովորելու։ Դուք կարող եք պատկերացնել, որ բժշկական համալիրը, արաբկիրը 220 հոգի եւ ավել ուղարկել արտասահման սովորելու ժամանակահատվածում։ Գիտեք ինչի կպատկերացնեմ, որ իմ լավագույն ընկերներն աշխատում են ու տեղյակ եմ։ Այո։ Եվ գիտեք, հիմնականում ունեցել ենք այսպիսի արձագանք, որ այո, ձեր մոտից Հայաստանից եկած բժիշկները, բուժաշխատողները իրանք ավելի հեշտ են ընկալում, հեշտ են վերցնում։ Այդ մեզ համար հպարտություն է, որ իսկապես ազգովի մենք հեշտ ենք կարողանում վերցնենք։ Իհարկե ունենք եւ թերություններ, ոչ չենք կարող ինքնակառավարվել, դրա համար պետքա այսպես համակարգան ուժեղ լինի, որպեսզի կարողանանք հստակ գնանք առաջ, որտեվ այդ մարդիկ, ովքեր որ հեշտ են վերցնում, իրանք ավելի հեշտ ամեն մեկը կարծում է, որ ինքն է որ կա։ Դրա համար պետք է կարողանանք ճիշտ կազմակերպենք, որ ամեն մեկը իրեն տեղը գտնի, ճիշտ գնահատվի, այո, եւ կարողանանք համատեղ գնալ առաջ։ Այդ առումով պետք է ասեմ, որ առողջապահությունը Հայաստանում ինքը նույնիսկ գուցե մի քիչ կամ գուցե ասեմ բժշկությունը մի քիչ ավելի առաջ է, քան թե ունի երկրի հնարավորությունները կամ համախառն ներքին արդյունքը, որը ստեղծում է հնարավորություն քո բժշկական ծառայությունները կամ առողջապահությունը կազմակերպելու։ Ասեմ, որ ինքը որպես համակարգ հստակ է, մոտեցումները ճիշտ են, ուղղվածությունը ճիշտ է, ավելի կանխարգելիչ, ավելի այսպես ուղղված, որպեսզի մենք ավելի, գիտեք, այդպես արտահայտություն կա cost effective, այսինքն այնտեղ են ներդրումները անում, որոնք որ ծախսարդյունավետ են, որ ինքը ոչ թե մենք այսպես բիզնեսի առումով ենք ասում, որ հա չէ, ինքը ծախսարդյունավետ է, որպեսզի մաքսիմալ առողջ պահենք մեր բնակչությանը, որովհետև դեռ այն ժամանակվանից 90-ականների սկզբից ես միշտ ասել եմ կառավարությունում, որ մարդը քաղաքացին, առողջ քաղաքացին ինքնաշարժող ուժ է, ու եթե ինձ հարցնեք, թե որոնք են այն ամենակարևոր անելիքները, որ պետությունը պետք է առաջերտին անի, ես կասեմ, որ պետությունը պետք է իր աշխատավորի անվտանգություն, կրթություն եւ առողջություն։